Բարի Եվորտյան Կիրակի սիրելի Աստծո որդիներ, ողջունում ենք ձեզ մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Բարի գալուս Տիրոջ տուն։ Եթե դու ուրախ ես, որ Աստծո տանմեջ ես, կարող ես քո ծափահարությունները բարձրացնել։ Ինչ-որ մեկին նվիրի ասել, ես ուրախ եմ, որ դու այսօր այստեղ ես։ Սա պատահականություն չէ, սա ճշմարտություն է, Աստված քեզ բերել է այստեղ, որպեսզի քեզ լցնի, օժտի, զորացնի եւ հաղթանակ տա։ Ամեն։ Ուզում Աստծո խոսքից մի փոքր մաս կարդալ եւ մենք միասին պիտի պատրաստենք փառաբանության։ Աստծո խոսքը Սաղմոս 105 այսպես է ասում. Գոհացեք Տիրոջից, կանչեք նրա անունը ազգերի մեջ, պատմեցեք նրա գործերի մասին։ Օրհնեցեք նրան, Սաղմոս ասեք նրան, խոսակցեք նրա բոլոր հրաշքների մասին։ Բարձեցեք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի Տիրոջ խնդրողների սիրտը։ Փնտրեցեք Տիրոջը եւ նրա զորությունը, փնտրեցեք նրա երեսը ամեն ժամանակ։ Հիշեք նրա արած հրաշքները, նրա արած նշանները եւ նրա բերանի վճիռները։ Ով դուք, որ նրա ծառայի Աբրահամի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները։ Ինքն է Տերը մեր Աստվածը, կարող ենք ասել ամեն։ Նա է վճռում ամեն բան երկրի մեջ։ Հալելույա։ Նա հրաշալի Աստված է, որ նա է վճռում, նա է որոշում ամեն բան երկրի մեջ։ Եվ մենք այստեղ ենք նրան փառավորելու համար, հիշելու նրա հրաշքները, բարձրանալու նրա արած գործերով։ Ամեն։ Կարող ես մի պահ միտքդ բերել այն բաները, որ Աստված արել է քո կյանքի համար։ Պարզապես մտաբերիր, ասել է շնորհակալություն քեզ։ Ամեն ինչ նպաստել է, որ քո անունը փառավորվի, եւ ես շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար գոհ եմ, ամեն ինչի համար փառք եմ տալի քեզ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ հիասքանչ անունը։ Մեր սիրելի Հայր, մենք այս առավոտ այս կեսօրյա այստեղ ենք, որպեսզի քեզ օրհնենք, այստեղ ենք, որպեսզի բարձրացնենք քո հիասքանչ անունը մեր մեջ։ Տեր Աստված, աղոթում ենք, որ այսօր փառավորվես այս վայրում։ Լեցրու ամեն մեկից քո երկնային ուրախությամբ, զորություն տուր հաղթահարելու այն ինչ որ դժվարանում ենք, ով Տեր, եւ մեզ վայելել տուր այն օրհնություններից, որոնք պատրաստել ես մեզ համար։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եւ հավատացողներն ասեն. Ամեն եւ էլի ամեն։ Ծափահարություն Տիրոջը, ողջ երկիրը եւ ողջ ազգերը կփառավորեն Տիրոջը, որտեղ նա արժանի է։ Եվ այսօր իմ ու քո հետ նա։ Ամեն։ Եկեք միասին օրհնենք Տիրոջը, մեր ծափերը բարձրացնենք։ Մեծ
Հալելույա։ Գիտեք, այս ամբողջ կյանքի մեջ յուրաքանչյուր մարդ փնտրում է լավագույնը։ Չկա մեկը, որ վատագույնը փնտրի, եղածից վատը, բոլորը եղածից ավելի լավն են ուզում։ Ես էլ գիտեմ, բոլորս ենք այդպես եղել կամ եւ այդպես էլ կլինի։ Բայց ամենամեծ բանը, որ քրիստոնյան Աստծո մարդը, ստեղծագործված մարդը կարող է ունենալ, դա հենց ինքը Տերն է։ Եթե ուզում ես այդ ամեն ինչը, օրհնությունները, վայելքը, ուրեմն դու նրա կարիքը ունես, ամեն, որտեղ նրա սերը ինձ եւ քեզ կյանք է տվել։ Հալելույա։ Եկեք միասին Տիրոջ ուսնենք այս հրաշալի երգով, վստահ եմ բոլորս գիտենք եւ կարող ենք ասել։ Ով իմ բարեկամ, գիտեմ դու ես, որոնում մեկին, որ քեզ հասկանա, իմ եւ քո կողքի, փնտրողներ շատ կան, բայց դեռ չեն գտել սերը իսկական։ Ես ու դու որ գտել ենք ինչ պետք ասեք։ Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսն իր սերը մեզ է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսն իր սերը մեզ է տվել։ Եթե սերը դու ճաշակել ես, դու նրան լավագույն ծափահարությունները, օրհնի նրան, հալելույա։ Որքան է փնտրես, իմ կույն կամ եղբայր, չկա աշխարհում հարազատ մի բան, հարազատ ճամփան, հույսը իսկական, Հիսուս թողնեցուն, սերմեր իսկական։ Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է տվել։ Ուստի եկեղբայր, Հիսուս ինքնարման, Հիսուս օգնություն, սուրբ կյանքը ստանան, Աստված է մեզ պետք, եկ շաբեք նրան, հենց Աստված է սուրբ, սերը իսկական։ Բանտաճում ծոփերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Հիսուսի սերը, Հիսուսի սերը, Հիսուսի սերը, մեզ կյանք է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է տվել։ Ուստի հավատա, ով մարդ սիրելի, Հիսուսի սերը մեզ է տվել։ Հիսուսի սերը մեզ է տվել։ Հիսուսի սերը մեզ է տվել։ Հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, որովհետև Աստված, այդ որովհետև ամեն ինչ փոխում է, որովհետև սա նշանակում է, որ սա անխափան մի բան է, անկախ նրանից առաջ ով է իր, նա այնքան սիրեց ինձ ու քեզ, որ ամենաթանկը, ամենարժեքավորը տվեց, որ ես ու դու կյանք ունենանք, որ նրանով կարողանա մեր կյանքը, մեր օրերը անցնի այս երկրի վրա եւ ես ու դու կարողանանք հավատքի ամենամեծ պայքարը մղելով հասնենք դու։ Ամեն։ Ուրախ ես, որ երկինքը քո տունն է։ Ամեն։ Վաղ թե ուշ բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին են,
պետք հավաքվեն մեկ տան մեջ եւ օրհնյալ լինի այդ ժամանակը, որ ես ու դու պետք է անցնենք եւ լինենք հավաքության մեջ։ Հալելույա։ Եկեք մեր սիրտը պատրաստենք Տիրոջը ճանաչելու, սիրելիներս։ Աստծո խոսքն ասում է քո սիրտը դուր Բարձրյալին ճանաչելու, նրա խորհուրդները հասկանալու դուր քո սիրտը։ Եկեք խոնարհենք մի բան մեր գլուխները, սիրելիներս։ Տիրոջ ասատեր, ես քեզ քո մասին շատ քիչ գիտեմ, շատ բան չգիտեմ, գիտեմ այնքան ինչքան որ իմ տարիների մեջ փորձել եմ կարդալ, հասկանալ, լսել, ընկալել, անգամ հավատալ առանց պատկերացնելու կամ հասկանալու, բայց այսօր էստեղ եմ, որ դու իմ կյանքի մեջ քո ճանաչողության վրա ևս մեկ քար ավելացնես։ Օրհնյալ Տերս, շնորհակալություն քեզ։ Հիսուս, դու ասեցիր, որ Հայրը ում ուզում է, որ իրեն ճանաչեն, նա բացում է ինքն իրեն նրա համար։ Եվ ես աղոթում եմ, սիրելի Տերս, այսօր քո որդիներն ու դուստրերը այստեղ են, այս սրահի մեջ։ Այսօր այստեղ են, որպեսզի քեզ ավելի ճանաչեն, Տեր, որ մեր ճանաչողությունը մեզ ավելի սիրահարեցնի քեզ վրա։ Շնորհակալ եմ քեզ։ Քո ներկայության մեջ քաղցրություն կա, ողորմությունների շատություն կա, առատություն կա քո ներկայության մեջ։ Շնորհակալ եմ քեզ։ Երբ եկար գահիտ արջեր, զգացի մի նոր թարմություն, երբ եկար գահիտ արջեր, սիրտս լցվեց ուրախություն, սիրով լիացավ իմ սիրտը ու հուսադրվեց, քանի որ հպումդ իմ կյանքը փոխեց։ Երբ եկար գահիտ արջեր, զգացի մի նոր թարմություն, երբ եկար գահիտ արջեր, սիրտս լցվեց ուրախություն, սիրով լիացավ իմ սիրտը ու հուսադրվեց, քանի որ հպումդ իմ կյանքը փոխեց։ Սովորեցրու քեզ ճանաչել, մեծությունը գիտակցել, ճշմարտությամբ քեզ ծառայել, ամենակալ Աստված, թող պաշտեն քեզ ամեն օր, հոգով սրտով մտքով, ճշմարտությամբ միշտ դավանել, որ դու ես մեր Տերը, սովորեցրու քեզ ճանաչել, մեծությունը դիտակցել, ճշմարտությամբ քեզ ծառայել,
երկրպագի նրան, երկրպագի նրան, երկրպագություն նրան, շնորհակալ ես նրան, խոսի նրա հետ, նա լսում է քեզ, նա լսում է ամեն աղոթք, որ բարձրանում է դեպի իրեն, հալելույա, ամեն ակալ Աստված, Հաշտել ես ամենով, քո խոստով մխով, Իսուս դու խոստացած ու սուրբ ոգի բգամել մեջ, դու նրան ուղարկես, նա մեր մեջ քեզ կբացատրի, նա կհայտնի քո անձը մեզ։ Սիրելի Տեր, աղոթում եմ, որ այս հրաշալի երկրպագության մեջ քո ներկայությունը սփռես մեզ վրա, սովորեցնես մեզ այն, ինչ որ մենք իսկապես չգիտենք, եւ այն, ինչ որ մենք կարծում ենք, թե գիտենք, ով Տեր, ուզում ենք դրանց համար ասել Տեր, եթե դրանք սխալ են, թող դրանք հեռանան մեզանից, խոսիր մեզ։ Տեր Հիսուս, ինչպես դու Էմաուսի ճամփորդներին այդ ճանապարհը քայլողներին հանդիպեցիր եւ մեկնեցիր խոսքդ, այնպես էլ խնդրում ենք այսօր մեր մեջ քո խոսքը մեկնիր։ Սուրբ Ոգի օգնիր այս մթնոլորտի մեջ վերցնել մեր բաժինը, այսօրվա պաշտամունքի մեջ վերցնել մեր բաժինը։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար Տեր։ Հալելույա։ Մեր սրտի փափագն է մեծարել քեզ։ Մեր ամբողջ սրտով գովել եւ օրհնաբանել քո հիասքանչ անունը։ Շնորհակալ եմ քեզ։ Հալելույա։
քեզ եմ հանձնել։ Եթե ինչ այսօր ես ողորմած այս օրհնյալ աղոթքը դեռ չես արել, սա ճիշտ ժամանակ որ խնդրես նրա օրհնությունը, խնդրես նրա հմումը քեզ, ասես նրան որ Տեր կյանքս քովն է։ Սա պաշտոնական հայտարարություն է։ Եթե դու առաջի անգամ ես լսում ես խոսքերը, որ կարելի է Աստծուն տալ կյանք, ուրեմն սա քո ժամանակն է սիրելիս։ Դու կյանքդ Աստծուն, որովհետև ոչ մի բան կյանքի իմ ու և քոնը չի։ Միասին կարող ենք Տիրոջ ասել, կյանքս քոնն է, քեզ եմ հանձնել։ Տարածիկ ձեռքերդ միասին ասել, կյանքս քոնն է, քեզ եմ հանձնել, քեզ եմ հանձնել։ Կյանքս քոնն է, քեզ եմ հանձնել, միայն քեզ, միայն քո ձեռքերի մեջ իմ Տեր, կյանքս քոնն է, կյանքս քոնն է, քեզ եմ հանձնել, կյանքս քոնն է, քեզ եմ հանձնել, և հաստատվի նրա սուրբ կամքը մեր կյանքերի մեջ, հալելույա, օրհնյալ լինի մեր թագավորը, եկեք հարուստ ծափահարություն տանք իրեն, ամեն, կարող է սրա հետ բարձրացնել փող, անդրամի ասել, քեզ Հիսուս, հրաշալի Տեր, շնորհակալ ենք քեզ, հալելույա, նա ապություն չճանաչող Աստված է, նա օրհնյալ Աստված է, ամեն, ոչ միայն կիրակի, բոլոր օրերում, ամեն, Տեր օրհնի ձեզ սիրելիներ, մի քանի րոպե կարող եք նստել, լսենք մեր հայտարարությունները և հետո կշարունակենք։ Ահանորից ձեռքերիդ մեջ է ամբողջը Դեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է ողջ կյանքը քոն է Հավատում եմ քեզ Հիսուս Սիրելի եկեղեցի, ողջույն ձեզ, փառք մեր Տիրոջը, ձեզանից քանիսին են այսօր ասել, արի գնանք եկեղեցի, թե ինքնան եկել եք, բայց ամեն պարագայում ասեն թե չասեն, միշտ իմացիստերից կարող է հարց ընչի, դու ուրախացա՞ր, որ ասեցին գնան Տիրոջ տունը, ես ուրախ եմ, որ գնում եմ Տիրոջ տուն, ամեն, ամեն, և դա ոչ այլ ինչ է քան հենց Տիրոջ տունը, ում սեփականատերը ինքն է Աստված, ամենակարող, ամենազոր մեր Աստվածը, ամեն,
Փառք Տիրոջը։ Եթե էմոցիաների մեջ արտամակ կարաս ջերմ ծավտած քո Տիրոջը մի ամաչ դրամած։ Հալելույա։ Փառք Տիրոջը եւ այսպես ինձ այսօր բաժին ընկավ զոհաբերությունների, նվիրատվությունների մասին խոսալը։ Չգիտեմ դրանց ով է այս մասը սիրում, ով չի սիրում, ով է սիրում որ ես եմ խոսում, ով է սիրում որ ուրիշ մարդ է խոսում, բայց ես մի խոսամ այսօր սրա մասին։ Ու գիտեք խոսքս ինչից եմ սկսելու մի հետաքրքիր բան։ Ում ենք մենք երանի տալիս հեչ։ Հեչ կա մարդ որ երանի, այ երանի իրան։ Ես անկեղծ եմ ասում կան տես մարդիկ։ Օրինակ իմ կյանքի այն բնագավառները, որոնց մեջ ես շատ շտկվելու տեղ ունեմ, կայանալու տեղ ունեմ, լավագույնին բարձունքին հասնելու տեղ ունեմ, ու տեսնում եմ մարդիկ, որը դրան հասել են, բարի նախանձով, ասում եմ երանի իրան, սովորելու բան կա, երանի իրան։ Էլում, հետ չկա մեկը, որ երանի եք տալիս, ում կարել է երանի տալ։ Լսեք, արի ուտես, որ մի հատ ուժեղ երանի կա, որ ոչ աչ որ ձախ, հենց Աստված է ասում, իր խոսքի միջոցով, Սաղմոսների 32-ում ասում է, երանի նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց երանի նրանց, որ անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին երանի այն մարդուն, որին Տերը իր մեղքերը չի համարի, հաշվի չի առնի։ Հիմա կարող եք ասեք ով այդ դրա մեջ մտնում։ Հիմա մի պահ կարող ասենք դες Սամվել, պարզ չի որ բոլորս որ ստեղ նստած ենք մտնում ենք դրա մեջ։ Երանի հենց այդ ձև էլ լինի, ուզում հավատամ որ հենց այդ ձև էլ կա։ Անկեղծ ասած ես չեմ դատավորը որ կպարզեմ ով է դա ով չի։ Ես պարզապես պիտի ասեմ, որ Աստվածաշունչը հռչակում է, որ բոլոր նրանք, ովքեր վերստին ծնվածներ են, բոլոր նրանք, ում Աստծո հոգին վերստին ծնունդ է տվել, այն նրանք արժանանում են այս երանին, որտեղ իրանց մեղքերը ներվեցին, որտեղ իրանք մեղավոր լինելով գիտակցեցին, հասկացան, զղջացին եւ որոշում կայացրեցին շրջվելու մեղքին թիկունքով եւ դեպի Աստված քայլելու։ Այդ իրանց Աստվածաշունչն ասում է երանի։ Ես ուզում եմ այդ երանելիների մեջ լինել։ Ես շատ եմ ուզում։ Միգուցե կարծես վստահ չես, վստահ եմ որ հիմա մեջն եմ։ Բայց սա մի բան չի, որ օգտի հպարտանաց, որտեղ Աստծո խոսքն ասում է միշտ կախված եղիր Տիրոջից։ Եվ Աստծո խոսքը ուշացնում է, որ ասում է, եթե դու կանգնած ես, հիշիր, որ ընկնել կա։ Այսինքն փրկությունը, Աստծո կամքի ու խոսքի մեջ կանգնելը մեր արժանիքներից կամ մեր մի քիչ ավելի լավ լինելուց չի։ Եվ այսպես միգուցե մա դու հարցնես, ասես լավ, ես գալիս գնում եմ եկեղեցի, ես գուցե 10 ամոթել եմ տալիս, զոհաբերությաններ եմ մասնակցում, ես մի տեսակ կասկածում եմ վերածված եմ թե չէ։ Դրա համար ես Հովհաննեսի ավետարան առաջին գլուխը կարդամ 13 համարները, սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը Տեր Հիսուսին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Նրան ում ասում Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես ուզում ես վստահ լինել, վերածնված ես թե չէ, հավատում ես, ու գիտես Աստվածաշունչը այս պարագայում կոնկրետ հավատքը ինիկատիչունի հավատում ես, որ Հիսուսը կա թե չկա, որտեղ մի ուրիշ տեղ Աստվածաշունչը կասի դևերն են հավատում են, որ Աստված կա ու դողով, վախով սպասում են։ Ամբողջ հարցը նա է, հավատում ես Հիսուսի կատարած քավչարար գործին։ Կարողանում ես պատկերացնել, որ ես ելի համարձակությամբ կասեմ, որ ստիեզերքի ամենամեծ իրադարձությունը ինձ թվում է սխալված չեմ լինի, որ ասեմ, դա խաչն էր, որտեղ Աստված մարդ եղացավ, որտեղ մարդ դարձավ եւ գնաց ու կամավոր խաչը բարձրացավ, եթե դու ինձ ասես, որ հրեաները իրան խաչեցին, սա Աստծո խոսքը քեզ մեջ ու կասեմ, որ Հիսուսն ասում է, ես եմ իմ կամքով դնում, դուք չեք, որ այդ իրավունք ունեք, ես ունեմ իրավունք իմ կյանքը դնելու կամ վերցնելու։ Եվ այսպես հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը պատժվեց իմ ու քո մեղքերի համար։ Ուրեմն թիկուն դարձու մեղքից եւ քայլիր դեպի Քրիստոսը։ Հռոմեացիների 8:16-ը նույնը ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։
լսի վերածնված մարդը չի կարող չունենա այդ ներքին վկայությունը։ Չես կարաս ունենաս սառը ժամանակներ, կարաս ունենաս հոգնած ժամանակներ, հոգեոր կյանքի մեջ մի քիչ անորոշ ժամանակներ, բայց ներքին վկայությունը, որ դու Աստծո որդի ես, չի դադարում, որովհետև Հիսուս Քրիստոսը վերստին ծնեց քեզ եւ Աստված ասում որ քեզ կնքեց, Սուրբ Հոգին տվեց որ բնակվի քո մեջ։ Եվ եթե դու այստեղ նստած ես ու վերածնված մարդ ես, անգել մարգարեությունը մի հատ ստապեցնող խոսք ասում է։ Եթե ասես ինձ չի վերաբերվում, ես ասում ինձ վերաբերվում է։ Անգել 1:4 Դարեթ թագավորի երկրորդ տարում, ուրեմն կարճ ակնական եմ, ես մի քանի կիրակի առաջ խոսեցի Նեհեմիայի կառուցման մասին, որ պատենքը կառուցեց, հիշում եք Բեաժողովուրդը, որ սենց ասենք էլի չարություն են անում, հա չարաճճեր, Աստված հանդիմանեց, վերջի երևի ամենա վախենալու պատիժներից մեկը տվեց, ամբողջ Աղոսին ժողովրդի վեկրավերսեցին տարան գերության տարան։ Ու այդ գերությունից եկավ ժամանակ, որ արդեն հետ ուղարկեցին, ազատ արձակեցին, ու իրանք հետ եկան իրանց տունտեղը քանդված, ավիրած, քաղաքը քանդված, Երուսաղեմի պարիսպները քանդված, այրված, ու հիմա Աստված իրանց այդ մնացորդի, գերությունից այդ մնացորդի մեջ կայծեր առաջացնում, նվիրման, Աստծո գործի վրա, որ ջանք անեն, որ զոհաբերեն, ու դրանից մեկը Նեհեմիան է, որ պարիսպները կառուցեց, մյուսն է այս դեպքն է, որը տեսեք ինչի մասին է, Դարեթ թագավորի երկրորդ տարում 6-րդ ամսվա 1-ին անգել մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ Սաղաթիելի որդի Զորաբաբելին եւ Հովսեդեկյան քահանայապետի որդի Հեսուրին ասելով. Զորքերի Տերը, դա Աստվածն է, չէ՞։ Ամեն։ Զորքերի Տերը այսպես է ասում, թե հիմա տեսեք ինչ է ասում Զորքերի Տերը։ Ասում է այս ժողովուրդը ասում է դեռ չի եկել Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Այ քեզ բան։ Ու մի հատ տեսեք ինչ ավելի հանդիմանական խոսք ասում, եւ Տիրոջ խոսքը հասավ անգել մարգարեի միջոցով ասելով. ձեր համար ժամանակն է արդյոք, որ ձեղնազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակն է։ Հիմա կասեք, ինչ է այս տանը։ Փառք Աստծուն, պատերը կա, ժողովուրդը նստած է, Աստծո ծառայությունն է գնում։ Խնդրում եմ միտք առ այս ամեն ինչի մեջ ու տես ես վստահ եմ, որ ինձ ասելու բանն է։ Ես վստահ եմ, որ ես իմ ժամանակի, իմ օրվա իմ կյանքի մեջ դեռ մտածելու բաներ ունեմ, որ հատվածներն է, որ նվիրված չի Տիրոջ տան շինարարության համար, Տիրոջ տան կառուցելու համար։ Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո ավելի հստակ դուք կհասկանաք ինչով կարող եք մասնակցել Տիրոջ շինարարության, Տիրոջ տան շինարարության մեջ։ Այո, դրանցից մեկը զոհաբերությունն է, բայց դա դրանցից մեկն է։ Այո, թող Աստված ձեզ շատ օգնի։ Այո, թող Աստված օգնի ձեր ֆինանսներն ու կյանքը եւ առողջությունը։ Թող որ ձեր կյանքում դուք առողջ լինեք ու թող որ Հիսուս Քրիստոսի անունով ձեր առջև կանգնած բոլոր խնդիրները, սատանայի վերած բոլոր թակարդները քանդված են Հիսուսի անունով։ Թող որ դուք ծաղկեք, բարգավաճեք ու աճեք, սա շատ կարևոր է։ Այսօր դու պարզապես հավատքով արա այն, ինչ քո սրտում կա։ Մի արա այն, ինչ որ դու ստիպված զգաս, եթե ընդհանրապես սրտում չկա, մի ամաչի, մի արա։ Այստեղ ամենակարևորն է, որ քո սիրտը Աստծո հետ շիտակ լինի, խաղաղ լինի, հաշտ լինի։ Բայց իմ խոսքի մեջ բաներ կան, որ ես հետագայում առիթ եմ ունենալու հավանաբար ստեղ բերեմ ինձ, բայց պիտի մի անգամ ես հորդորեմ։ Աստվածաշունչը մեզ միշտ սովորացնում է, Տիրոջ տանը անելիք կա։ Մեր բնությունը, մեր մարդկային բնությունը, որը սենց թողեք ասեմ, մեղքով վարակված բնություն է։ Մենք ծուլանալ գիտենք, մենք ամեն ինչ վաղվան թողելու գիտենք։ Մենք միշտ ասում ենք դեռ ժամանակը չի, բայց գիտեք ինչա դուրս գալիս, Աստվածաշունչն ասում հա տենց ասեք ժամանակը չի, դուք ձեղունազարդ տներում եք արդեն ապրում, բայց Աստծո տունը ավերակ է։ Փառք Աստծուն, որ այս պատերը կան ու փառք Աստծուն, որ Աստծո տան ժողովուրդը նստած է, բայց ես հավաստիացնում եմ, Աստծո տան մեջ լիքը գործեր կան անելու։ Հավատում եք դրան, թե չէ, որ կա անելու բան։ Ես հավատում եմ, որ Աստծո գործի ամենալուրջ, Աստծո տան գործի ամենալուրջ բանը սկսվում է իմ սրտից։
եթե իմ սիրտը արթուն լինի, եթե ես մեղքից զազրեմ, զզվեմ, վախենալու հետ փախչեմ եւ սիրտս Աստծուն տամ, երկրպագեմ ու երկեմ նրան, ես գիտեմ, որ Աստծուն տամ շինարարությունը հենց այդտեղից է սկսվում։ Դա չի կարող ուտումնա, դրանից արդեն դուրս կգա, կբխի։ Աստծուն տամ շինարարության համար հավատքով, կամովի արեք ձեր զոհաբերությունները։ Փառք Տիրոջ։ Սիրելիներս, վստահ եմ, որ երբ որ Աստծո տուն ենք գալիս, մեր սրտերի մեջ փափակ կա, որ Աստված մեր կյանքի վրա ինչ-որ բան փոխի։ Ամեն։ Սա է մեզ բերել Աստծո ներկայության մեջ։ Մենք Աստծո տուն գալիս ենք դրա համար ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու, այլ նաև հոգևոր շինություն ստանալու։ Ամեն, ամեն։ Եվ սրա համար կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանան այս ճշմարտության մեջ ավելի առաջանալ։ Այսօրվա նյութը, սիրելիներ, ուզում անդրադառնամ Աստծո խոսքին, վերնագրել եմ այսպես վեր կաց եւ անցիր։ Ամեն։ Վեր կաց եւ անցիր։ Հիմա միգուցե շատ բան չասի մեզ այս վերնագիրը, բայց գիտեք, ամեն ինչ կյանքի մեջ մեզ մեր ցանկությամբ եւ ի օգուտ կամ ի ուրախություն մեջ չի տրվում։ Ամեն բան չէ, որ լինում այնպես, ինչպես մենք կուզեինք կամ կծրագրեինք։ Եթե Աստված մեր կյանքի վրձինը տար մեր ձեռքերի մեջ, գիտեք մենք ինչ կնկարեինք։ Ժպիտ, ուրախություն, չէ՞, շատ հետաքրքիր բաներ։ Սիրելիներս, այսօր այս նյութը կարծես թե շատ արդիական է, վեր կաց եւ անցիր։ Օրեր առաջ մենք ականատես եղանք մի չարաբաստիկ դեպքի, Չարլի Քրքի սպանության դեպքի եւ գիտեք, հավատքի հերոսները այսպես են։ Նրանց համար երբեք ոչ կրակը, կրակոցը, ոչ իրական կրակները, ոչ փորձությունները ոչինչ չեն նշանակում։ Եվ մի մարդ, որ կարող էր կանգնել հավատքի հաստատության համար, իր քաջության համար, որ կանգնեց եւ չամաչեց Քրիստոսի ավետարանից, ինչպես առաքյալը կասեր, ես ամոթ չեմ համարում Քրիստոսի ավետարանը, որովհետեւ այն զորություն ունի փրկելու բոլոր հավատացողներին։ Այնպես էլ այս մարդը համարձակությամբ կանգնեց եւ մինչեւ վերջ, նա չգիտեր այդ օրն իր վերջը թե չէ, բայց գիտեք սիրելիներ, եթե այդ պահին հանկարծ ինքը ուրանար եւ հանկարծ խփեին իրան ինչ կլիներ։ Եթե հանկարծ ինքը թողներ, մերժեր հավատքը եւ հանկարծ այդ ժամանակ խփեին իրան ինչ պիտի լիներ, կանգնելու էր Աստծո առաջ, չդիմացար այդ մեկը, չդիմացար այդքան արիր այդ մեկը, բայց ես այնքան ուրախ եմ, որ այդպիսի մարդիկ կան մեր օրերում, մեր դարաշրջանում, որոնք հավատքի համար կարող են պայքար մղել։ Եվ գիտեք, թերևս ոչ միայն դա էր ամենաազդեցիկ պահը, դա տխրության ազդեցիկ պահն էր մի կողմից է, բայց նրանից օրեր անց եղավ զարմանալի, նրա կինը կանգնեց եւ ամբողջ աշխարհի առաջ ի ցույց մի հայտարարություն արեց։ Եթե Չարլին ողջ լիներ, նա կուզեր, որ ես այս բառերը ասեմ, որովհետև Հիսուսը ինքը ասեց այս բառերը։ Ներիր հայր, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Եվ գիտեք ինչ արեց։ Այդ 3 բառերը աշխարհը շուտ տվեցին։ Ասեց ես ներում եմ նրան։ Միգուցե դժվար է մեզ հասկանալ, սիրելիներ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, սա հեշտ բան չի, բայց գիտեք, կա մի պարզ հասկացողություն, կա մի պարզ ճշմարտություն, որ երբ որ դու մնաս այդտեղ, դու ոչինչ չես շահելու, բացի այն, որ քո խնդիրը կամ քո այդ ներքին վիճակը քեզ պիտի ուտի ամեն օր, եւ դու շահ չես անելու դրանից։ Բայց նրա այս հայտարարության շնորհիվ հազարավոր եւ 100,000 մարդիկ շատ ավելի լուրջ մտածեցին քրիստոնեության մասին, քան դրանից առաջ էին մտածում։ Վեր գնալ եւ առաջ գնալ։ Խնդիրները կան, զրկանքները կան, սատանան գոյություն ունի եւ նա չարիք անում ամեն ժամանակ, կապ չունի դու հավատացյալ ես թե չես, նրա նպատակն է քեզ դժոխք տանելու, հետ կապ չունի, բայց դա կանի ամեն ինչ եւ այս ամենից այն կողմ մենք կարող ենք տեսնել մի բան, գիտես ինչ, դու ուզում ես դժոխք գնաս գնալ ինքդ, ես որոշել եմ երկինք գնալ։ Ամեն, ես որոշել եմ վեր գնալ եւ առաջ գնալ։ Ոչ միայն Չարլին, այլ նաև շատ հավատքի հերոսներ կան այսօր մեր կողքը։ Մարդիկ Սյուրիայում եւ տարբեր իսլամական երկրներում եւ տարբեր շատ խառը այսպես քրիստոնեությունը ճզմած երկրներում մարդիկ հավատքի գին են վճարում։
Մեկ տարի մոտարապես մի քիչ էս կողմ ենք, կարող է ներողություն եմ խնդրում կոնկրետ ամսաթիվը չհիշելուց համար, բայց մի քանի քրիստոնյաների վիզը կտրեցին օվկիանոսի ափին, եւ նրանց կանայք գիտեք ինչ են ասում էին, երբ որ իմ աղջիկը մեծանա, ես կասեմ իրան, որ ես հպարտ եմ, որ քո պապայի կինն եմ եղել։ Կարող եք ասել, որ ինչ ահավոր բան, ասա, շատ սարսափելի բան է։ Գիտեք ինչի, որովհետև նրանք, ովքեր որ մենակ նայում են հողին, հույս չկա։ Բայց երբ որ դու հողից աչքերդ բարձրացնում ես վեր, նայում ես Տիրոջը, քեզ համար հույս կա։ Այնտեղ ես ժամանակավորից այն կողմ, նա կարող է մխիթարության շունչը փչել մեզ վրա։ Ամեն։ Այսօր ես խոսելու եմ հետաքրքիր նյութի մասին, սիրելիներ, վստահ եմ, որ սա պիտի մեզ ավելի մղող լինի, ավելի մեզ քաջալերող լինի, որ մենք կարողանանք հասկանալ, որ մնալ նույն տեղում սա ոչ մի օգուտ եւ շահ չի բերում մեզ։ Անկախ նրանից, այսօր մենք տեսնում ենք շատ ընտանեկան հարաբերությունների մեջ մարդիկ իրար վիրավորել են, մնացել են վիրավորվածության մեջ։ Մարդիկ իրար թշնամացել են, մնացել են թշնամության մեջ։ Մարդիկ ինչ որ կերպ մեկին չարություն ու վատություն են արել, մնացել են դրա մեջ։ Բայց գիտեք, սա չի տա մեզ ոչ մի լավ բան։ Մեզ կտա լավ բաներ, երբ որ մենք ասենք լավ, սխալ, բոլորն են սխալվում։ Ես էլ դրանցից մեկն եմ։ Ներողություն խնդրելը ինձ համար պատիվ է բերելու, ինձ ավելի ճանապարհ է բացելու, քան թե ես ճիշտ եմ եւ այդպես մնամ։ Համաձայնվում եք ինձ հետ, որտեղ համաձայն կլինեք կարող եք ամեն ասել։ Ամեն։ Ուզեմ մեջբերում անել սիրելիներ Սուրբ գրքից մի հետաքրքիր պատմություն, մի քանիստ եմ խոսելու, բայց շատ արագ պետք է խոսեմ եւ ամփոփեմ։ Հեսուի գրքի մեջ առաջին գլխում հենց Աստված խոսում է Հեսուի հետ եւ շատ գեղեցիկ ձևով քաջալերում է Հեսուին։ Լսեք ինչ է ասում։ Եվ եղավ, որ Տիրոջ ծառայի Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավորի Նավեի որդի Հեսուի հետ, ասելով. Իմ ծառա Մովսեսը մեռավ, եւ հիմա վեր կաց անցիր այդ Հորդանանով դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ Մովսեսը չկա։ Այն ինչ որ քո արժևում միշտ քեզ սովոր էր, դու առավոտ արտանայր մեկ ասել ինչ անես, այն որ դու սովոր էր, որ մեկ ասել Աստված ինչ է ասում որ անես, որ դու սովոր էր առավոտ արտանայր եւ ասել արի իր հետ գնանք աղոթքի, սովոր էր երբ որ մեկ ասել արի գնանք պաշտամունքի, հիմա այդ ձայնը կարող է չլինի։ Մովսեսը այլևս չկա։ Ինչ անենք։ Աստված Մովսեսին վեր առավ եւ գրված է, որ նրան թաղեց լեռներից մեկում եւ ինչ օրս ոչ ոք չգիտի թե որտեղ է Մովսեսի գերեզմանը։ Եվ ինչ ասում Աստված, Մովսես այլևս չկա, ուրեմն ինչ, կյանքը կանգնա։ Մի օր քեզ ասողը կարող է չասի, ուրեմն ինչ կյանքը կանգնեց։ Մի օր էլ կարող է քեզ չզանգեն ասեն, արի անպայման գնանք եկեղեցի։ Վերջ, հոգեվորությունը բրծա։ Մի օր կարող է ոչ մեկ քեզ չմղի ինչ որ հոգեվոր գործողության կամ հոգեվոր վերափոխության։ Ինչ վերջացավ հոգեվորությունը, Աստված դադարեց Աստված լինելուց։ Ոչ։ Աստված խոսում է Հեսուին։ Ով էր Հեսուն։ Մովսեսի համար ծառա։ Մովսեսի հետ Իսրայելի լուծը քաշողը։ Եվ ինչ է ասում։ Ասում է հիմա վեր կաց եւ անցիր Հորդանանը։ Եվ դու եւ այս բոլոր ժողովուրդը քեզ հետ այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին։ Վեր կաց եւ անցիր։ Ուր անցնեն։ Արջևս Հորդանանը։ Աստված կարծես մի բախ կարող է այսպես, ես ենթադրել սիրում եմ, մի քիչ երևակայել սիրում եմ։ Միգուցե Աստված կասել լսի, կարմիր ծովն եմ ճեղքել քո համար։ Հորդանան ի՞նչ է վախենում ես, որ չանեմ։ Դու մտածում ես, որ քեզանից էր կամ այն ժամանակ Մովսեսից էր, ոչ, դա ինձանից էր։ Դու ասում ես չեմ կարող անցնել, չեմ կարող այս խնդրից, այս վիճակից, այս անցածից, այս նեղություններից, այս հարաբերությունների փչանալուց, այս ամեն ինչից չեմ կարող անցնել։ Տեր ասում գիտես, ես ոնց կարողացա քո համար երկնքից ցած գամ, այդպես կարամ քեզ ցածից երկինք տոնեմ։ Ամեն։ Իր համար դժվար ոչինչ չկա, ամեն։ Նա կարող է հարաբերությունների շտկվելու, իրավիճակներ փոխվելու, մեր կյանքը վերափոխելու համար կարող է մեզ զորություն տալ Սուրբ Հոգով, որպեսզի մենք կարողանանք անցնենք։ Ամեն։ Ինչ որ մեկի նայել եւ ասա, անցիր հետ։ Անցիր հետ։ Ես չգիտեմ ինչի մեջ ես, անցիր հետ։ Ինչից պետք է անցնես, դու լավ գիտես ինչից պետք է անցնես, որ ամեն անգամ գալիս ես ու գլուխը խփում ես պատին, չես իմանում ինչ պետք է լինի, ամեն անգամ նույն հարց առավոտից գիշեր նույնը, անցիր, անցիր։
Երկու շաբաթ առաջ Սամվել եղբայրս Մինասյան խոսեց մի հրաշալի նյութի մասին, թե ինչպես Նեհեմիայի ժամանակ եզրած Նեհեմիայի այդ հրաշալի շրջանն էր, որ Երուսաղեմի պատերը եւ դարպասները քանդված էին, տաճարը պատերը փլված էին, եւ այնպես ստացվեց, որ պետք էր գնային եւ Աստված հոգիներ արտնացրեց, որ գնան եւ սարքեն։ Օրեր առաջ սրա մասին մտածում եմ 3 եղբայրներից հետ եմ կիսվել 2 օր առաջ։ Գիտեք, պատերազմներ շատ լինում են, չէ՞, բոլոր տեղերում։ Ես մեկ-մեկ որ լուրերը նայում եմ, այսինքն մեկ-մեկ չէ, հիմնականում նայում եմ լուրերը եւ այսպեսի մի բան եմ հայտնաբերում։ Հայտնաբերեց ես վերջը Սուրբ Օքի կարծես միտքս բացեց, որ երբ որ պատերազմ ալինում ռումբեր են գցում երկրների, քաղաքների վրա, չէ՞, ավիրում են, ամայացնում են այդ տարածքները, այդ տեղերը ամայա դառնում։ Բայց ի՞նչ է տեղի ունենում։ Զարմանալի մի բան է տեղի ունենում, սիրելիներ։ Այդ ժողովուրդը կամ այդ ազգը չի նստում ողբալացի առավոտից գիշեր կամերաներից դիպած, բա այդ տեսեք մեր գլխին ինչ օի խաղացին, այս ինչ վատ եղավ, այս ինչ լավ չարեցին, այս ինչը սենց են, ինչը նենց է, ինչ արեցին։ Վեր են կենում եւ սկսում է սարքել։ Վեր են կենում եւ սկսում է շինարարություն անել։ Քարոզի չի ես։ Վեր են կենում եւ սկսում է շինարարություն անել, անկախ նրանից ինչ են արել իր երկրի հետ, անկախ նրանից։ Դուք պատկերացրեք, եթե նստի այդ պետությունը եւ լացի օրեր առաջ որ նայում եք Ուկրաինայի վիճակը կամ ուրիշ տեղերում Իսրայելի, Գազայի վիճակը, տարբեր տեղերում հալեքում են, տեսնում տարբեր տեղերում, որտեղ ռումբեր են գցել, ինչ պատմություններ ա եղել։ Մարդիկ տեսնում ես նորից ռեստորաններում նստած են, չէ՞, կյանքը շարունակվում է։ Եվ պատկերացրեք ինչքան է վատ կլիներ, որ ամբողջ օր առավոտից գիշեր ասեն, տեսա, մեր վրա ռումբ գցեցին։ Այսօր շատերս միգուցե մենք այդպես մտածենք ելեք այդ վիճակի, վայ տեսեք մեր վրա ինչ ռումբ գցեցին, սիրելիս վեր կաց եւ անցիր։ Այդտեղ մնալը քեզ օգուտ չի։ Աստված Հեսուին ասում էր, Մովսեսը չկա, ես կամ։ Մովսեսը դադարել է քեզ համար հեղինակություն լինելուց, ես կամ, ես եմ հեղինակությունը, ես Մովսեսի հեղինակությունն էի, քոնն էլ կլինեմ։ Վեր կաց եւ գնա չվախենաս, որտեղ շարունակության մեջ ինքը ինչ ասում, այստեղ ես չեմ գրել, բայց դուք տվեք ձեզ ասեմ։ Նա ասում է, որտեղ որ ձեր ոտքի թաթերը կոխեն, այսինքն որտեղ ոտքը դնես, այդտեղ քեզ է տալու։ Եվ այն տարածքն, այն երկիրը, որը պատրաստում եմ տալ քեզ եւ քո սերունդներին։ Հալելույա։ Մինչև տեղիցդ վեր չկենաս, ժառանգության մասին մոռացիր։ Քո ժառանգությունը, քո օրհնությունները քեզ չեն հասնի։ Կարիք կա, որ Աստծո մարդը ասի, գիտես ինչ, այսքան ժամանակ մնացել եմ, ամեն անգամ նույն պատմությունն է։ Հիմա ես պիտի վեր կենամ, պիտի անցնեմ դրանից։ Ամեն։ Պիտի շարժվեմ, պիտի գնամ առաջ։ Սիրելիներս, սա հեշտ բան չի միգուցե թվում, բայց իրականում սա հնարավոր բան է։ Ամեն։ Առակաց գրքի մեջ մի զգուշացում կա, որ իմաստունը այս առակի զգուշացումն է տալիս առակի միջոցով, ասում է, անզգանների ճանապարհը մի մտիր եւ մի մանարի չարերի ճանապարհների մեջ, թող նրանց եւ նրանց հետ մի գնա, նրանից շեղվիր եւ անցիր, թեքվի եւ գնա, անցիր անցից։ Ես երբ որ նայում եմ Աչարյան բառարանի մեջ անզգան բառը ինչ է նշանակում, որտեղ ինձ համար շատ անգամ բառերը պարզաբանելու կարիք կա, հասկանալու միտքը ամբողջական իրականում ինչ է։ Անզգան բառը խոսում է նրանց, ովքեր չար խորհուրդ ունեն, մեկ այգել սաղմոսների մեջ ասում է անզգան մեր սրտում ասեց Աստված չկա։ Մարդիկ, որոնք որ դիտավորյալ չարությամբ լցված են, սա անզգանությունն է։ Դիտավորյալ, գիտակցաբար գնում են չարություն անելու։ Աստծո ինչ ասում, նրանց ոտքերը շտապում են չարություն գործելու։ Մարդիկ, որոնք որ առավոտ զարթում են, ասում են այսօր տունը քանդենք։ Ցավոք այդպիսի մարդիկ շատ կան։ Բայց այստեղ կա մի պարզ ճշմարտություն։ Մի գնա իրանց հետ։ Եթե գնաս իրանց նման ես լինելու։ Մարդ ում հետ ընկերություն արեց, իրա նման է դառնալու։ Դուք մի մտածեք, որ դուք այնքան ուժեղ եք, որ դուք կարող աշխարհը փոխել, չեք կարող։ Որովհետև աշխարհը փոխելը սկսվում է անձի փոփոխությունից։ Բոլոր առաջնորդներն ուզել են աշխարհը փոխեն, ոչ մեկ չի հաջողվել այս հարցում։ Գիտեք ինչի, օրինակ աշխարհակարգ պետությունները, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, Վարդան Մամիկոնյան դրեք անունը, կամ չգիտեմ ասեք, ով ուզում է լինի, ում անուն ուզում եք տվեք։ Ով ուզում է լինի։ Նրանք երբեք չկարողացան ամբողջ աշխարհը փոխեն։ Գիտեք ինչի, որովհետև աշխարհը փոխվում է ներսից, անձի անհատականությունից է սկսում աշխարհի փոփոխությունը։ Մի Աստծո մարդ կար, երբ որ աղոթքի մեջ կանգնեց իր շուրջը, շրջանակ գծեց եւ ասեց. «Տեր, ուզում եմ աշխարհը փոխել ստեղից։ Փոխիր ստեղից աշխարհը»։
Ինչի, որովհետև դուրսը չէ, որ կարող է փոփոխություն ունենալ, եթե մարդը ներսում չի փոխվում, մի սպասեք, որ ամեն ինչ լավ կլինի եւ դուք լավ երկրում կապրեք։ Եթե մի քիչ կներեք ավելի կենցաղանի սարքեմ խոսքս, եթե ամեն անգամ դու պատուհանից աղբ ես գցում դուրս եւ դու մտածում ես, երբ պետք է քաղաքը մաքուր լինի, երբեք մաքուր չի լինի, քանի դու չես դադարել աղբ գցելուց։ Ինձ հետ եք։ Ուրեմն Սողոմոն այդ հրաշալի խոսքը պիտի ասել, որ անզգամների կամ դիտավորյալ չարություն անողների ճանապարհը մի մտիր։ Եվ նույնպես առաջի Սաղմոսի մեջ ա գրած, երանելի են մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի մնում, ծաղր անողների նստած տեղը չի նստում, չէ՞։ Եվ չի գրում նրանց հետևից ովքեր ոտքերը չարության են գրում, այլ ասում նրա սիրտը, նրա ցանկությունը Աստծո օրենքի մեջ է, որ նրա խոսքը պահի կատարի։ Այն ժամանակ ասում ենք շատ հաջողակ կլինի, ինչ որ անի կլինի իրան հաջողություն։ Ամեն։ Որքան հիանալի է սիրելիներ։ Մի պատմություն կա, որ ուզում եմ ձեզ համար հիշեցնեմ պարզապես, սա ուղղակի տեղն եմ դրել։ Աստծո խոսքը մի հետաքրքիր պատմություն է գրում Հիշատակում Ռութի գիրքից, Աստվածաշնչի Ռութի գիրքը։ Շատ քիչ գլուխներ ունի, բայց շատ մեծ բովանդակություն։ Աստծո խոսքը մի հետաքրքիր մաս է մեզ հիշացնում մի անձնավորության մասին, որը անհայտ մեկն էր։ Ոչ շատ երևացող, ոչ շատ հայտնի, եւ ինչ ասում։ Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, սա Հուդայի երկրի մեջ էր։ Եվ ասում է, մի մարդ կար, որ վեր ելավ եւ Հուդայից իր կնգա եւ երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը պանդխտանալու։ Այս մարդու անունը Ելիմելեք էր եւ կնոջ անունը Նոեմի եւ երկու որդիկ էլ իրանց հետ միասին։ Վեր կացան եւ գնացին ուրիշ տեղ ապրելու Մովաբի երկիր, մտածելով, որ այնտեղ հաց կա, այնտեղ կմնան իրանք։ Գնացին այնտեղ, կարճ ժամանակ անցած, ես արագ եմ ասում պատմություն, կարճ ժամանակ անց ամուսինը մահացավ։ Կինը մնաց մենակ, երկու որդիներ ուներ, ամուսնացան, հարցներ ունեցան, կարճ ժամանակ հետո երկու որդիները մահացան։ Եվ այս կինը շփոթված չգիտի ինչ անի, հիմա ինչ անի, այս աղջիկ երկու երիտասարդ հարցների հետ մնա ինչ անի։ Եվ հանկարծ Աստծո խոսքն ասում է, նա լսել էր, որ Աստված այցելություն էր արել Հուդայի երկրի մեջ, իր երկրի մեջ, եւ որոշեց, որ վեր կենա եւ գնա նորից վերադառնա այնտեղ։ Եվ իր հարցներին կանչեց, ասեց հարցներ եկեք։ Դուք գեղեցկուհի եք, դուք հրաշալի եք, երիտասարդ եք։ Ձեր ամուսինները, որի տղաներն են երկուսն էլ մահացան։ Ես չեմ ուզում ձեզ կապեմ ինձ հետ։ Ես որոշել եմ գնալ նորից իմ երկիրը։ Դուք ինչպես որ կորոշեք, ինչ կուզեք արեք, բայց ինձ հետ մի եկեք, դուք պարտավոր չեք։ Էլ ես երեխա չունեմ, տղա չունեմ, որ իր այդ ամուսնանա։ Մի քիչ էլ կարծես հումորի ա տալիս, ասում եմ, վստահ եմ, որ դուք չեք սպասի, մինչև մի հատ երեխա ունենան։ Մեծանա, որ իրանց հետ ամուսնանա։ Նրանք երկուսն էլ կանգնեցին, ասին չէ։ Մենք քո հետ ուզում ենք տանք։ Այս կնոջ անունը ինչ էր? Նոեմի։ Նոեմի նշանակում է հաճելի։ Հաճելի։ Հաճելի կին, հաճելի անձ։ Իր հետ լինելը, ժամանակ անցկացնելը հաճելի էր, շատ լավ էր։ Եվ այս հարցներից մեկը եկավ միտեղ հաստատ ասեց, հասկանում եմ ինչ ես ասում, ընդունում եմ եւ ես պիտի գնամ։ Գնամ իմ կյանքը դասավորեմ եւ գնաց։ Գրված է համբուրեց Նոեմիին եւ գնաց։ Եվ Նոեմին դարձավ մյուս հարցին ասեց, լսիր, դու էլ գնա։ Եվ գիտեք այս կինին ինչ ասեց իրան։ Ասեց ուր որ գնաս, այդ երկը հիշում եք, չէ՞, հետդ այդպես էլ ասեց, քո Աստվածը իմ Աստվածը լինի, քո ժողովուրդը իմ ժողովուրդը։ Ուր գնաս գալու եմ հետդ։ Ես կինն ասեց, լսի, այն մեկը գնաս, դու ազատ ես, չէ, իմ ասածը լուրջ է։ Կապ չունի, եթե իմ ամուսին այսօր չկա, բայց գիտեմ իմ Աստվածը կա, քո Աստվածը կա, եւ այդ Աստվածը կարող է քո կյանքը փոխի։ Ամեն։ Եվ ինչ ասում Աստծո խոսքը շարունակության մեջ սիրելիներ։ Աստծո խոսքը հետաքրքիր բան ասում, պատմությունն եմ արագ պատմում ձեզ։ Ամբողջը գրված առաջի գլխի մեջ 1-ից 20 համարներում։ Եվ ասում է, երբ որ գնացին այնտեղ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ այնտեղ մի մեծահարուստ մեկը կար, ճանաչելի, շատ ճանաչելի մեկը Հուդայի երկրի մեջ, որ մեծ արտեր ուներ։ Եվ այս հարսնացուն գնաց եւ խուրձեր հավաքելու ժամանակ հանդիպեց իրան։ Եվ այնպես ստացվեց, որ սիրահարվեցին եւ ամուսնացան։ Կյանքը փոխվեց։ Ճիշտ անմիջական Նոեմիի տղան չէր եւ նրա անունը ինչ էր Բոս։
Եվ ամուսնացան իրար հետ, ճիշտ է իր անմիջական տղան չէր, բայց քանի որ արդեն իր տղայի հետ ամուսնացել, իրան հարս էր կոչվում, եւ ինքը դա մի տղա ունեցան, երեխա ունեցան, եւ այս Նոեմին դարձավ այդ երեխայի տատիկը։ Դարձավ իր տատիկը։ Գիտեք այդ անձնավորությունով դարձավ Դավիթ թագավորի հայրը։ Իսկ Դավիթ թագավորից հետո սերունդից հետո ծնվեց Հիսուս Քրիստոս։ Ուրեմն վեր կաց եւ անցիր։ Կապ չունի հիմա ինչի ես հանդիպել, ինչ կարգավիճակ ունես, ինչն է քո աչքերի առաջ, ինչն է քեզ նեղացնում, ինչն է քեզ հարվածում, դու պետք է վեր կենաս եւ ասես ես էլ չեմ ուզում ստեղ մնալ։ Թող այդ Աստվածը, որ հրաշքերանով է, լինի իմ Աստվածը։ Նա ինչ որ ասի, ես կանեմ։ Ինչ որ ինձ ուզենա անի, ես պատրաստ եմ այդ փոփոխությանը։ Եվ դա հիանալի մի բան է, սիրելիներս։ Գիտեք, որ մի օր ասում են մի նկարիչի, ասում են, որ կարող ես երջանկություն նկարել։ Հեշտ դուք փորձել եք երջանկություն նկարել։ Մի դժվար բան է, չէ՞։ Երջանկություն եք նկարում։ Եվ ասում են նկարիչը վերցրեց, ասեց, այո, ես կարող եմ նկարել։ Եվ ասեցին, բա դժվար չի, ասեց կա դժվարություն երջանկություն նկարելու մեջ։ Եվ ես ասեց անպայման դուք դա կտեսնեք։ Եվ վերցրեց ու սկսեց նկարել, սիրուն գեղեցիկ երկինք, հրաշալի։ Եվ մի մարդ, որ ձգված է դեպի երկինք, ամբողջ իր ուժը ոտքերից այրվրա դեպի երկինք։ Եվ հանդերձներ իր շորերը այսպես երկար ու հանկարծ շորի տակից մի հատ սև, այսպես մի հատ գիծ։ Այս մարդը, որ ասել էր նկարին, նայեց այս նկարին, ասեց, ասեց, հիանալի նկար է, արտակարգ նկար է, այս մի հատ խնդիր կա։ Այդ սև գիծը ինչի թողեցիր։ Ասեց, սա անհավատության թելն է։ Կարելի է լինել, հնարավոր է լինել, բայց կա նաև կապողը, հետ քաշողը, դա անհավատությունն է։ Սիրելիներ, անցնել ինչ-որ բանից ինքդ չես կարող, եթե Աստված զորություն չտա քեզ։ Դու չես կարող քո կյանքը դասավորել, վերադասավորել, եթե Աստված քո կյանքը չդասավորի։ Ուրեմն նրան, ով շինարարն է, պետք է հանձնենք ամբողջ մեր գծագրությունը եւ ասենք Տեր, արա ինչ որ ուզում ես։ Ամեն։ Ես անցնում եմ սրանից։ Չեմ մնում ստեղ, որովհետեւ ստեղ մնալը ինձ կորուստ է, կործանում է եւ ես պետք է առաջ գնամ։ Ամեն։ Ինչ որ մեկին նայր ասա, ես առաջ եմ գնում։ Ես անցնում եմ։ Ես չեմ մնում իմ տեղը, որովհետև իմ Աստվածը գնում է, ես էլ պիտի գնամ։ Ամեն։ Եբրայեցիների 13-րդ գլուխ 29 համարի մեջ հեղինակը մի հրաշալի խոսք է հիշեցնում հավատքի գործողության եւ ասում է. հավատքով Իսրայելի ժողովրդի մասին ասում։ Կարմիր ծովը ինչպես ցամաքով անցան, որի փորձը եգիպտացիները ուզեցին անել, խեղդվեցին։ Սիրելիս, այն ինչ որ Աստված անելու է իր որդիների համար, անհավատներ ուզենան անեն, մեջ են մնալու։ Գիտեք ինչի, դա բնականն է, որ ուզենան անեն, պիտի խորտակվեն, բայց գերբնականը անել Աստծով եւ հաջողվել։ Հալելույա։ Այն ինչ որ Աստված քեզ կասի, որ արա, դրա մեջ կա գերբնական զորություն, որովհետեւ հիմա եթե դու մտածում ես տրամաբանորեն, դա անելը խելացի չի։ Դա ճիշտ բան չի։ Բայց հանկարծ ներսումդ զգում ես Սուրբ Հոգու հրամանը։ Ես քեզ հետ եմ, ես քեզ հաջողություն կտամ, ես քեզ կբարձրացնեմ, մի մտածի։ Այս ծանր առաջի քայլը քոնն է, մնացածը ես կանեմ։ Ամեն։ Եվ ինչպես Մարգարեն Եսայի 14:14-ում ասում է, որ Տերը կպատերազմի քո փոխարեն։ Այս հայտարարությունը շատ կարևոր է։ Եկեք շատ արագ եւս մեկտեղ երկու տեղ ասեմ եւ վերջացնեմ սիրելիներ։ Եկեք գանք նոր կտակարանյան ժամանակաշրջան։ Անցումներ կարող են տարբեր լինել սիրելիներ։ Ես ուզում եմ գանք Պետրոսի կյանքին, որը լավ ճանաչում եք Պետրոսին։ Եթե համաձայն եք, չէ, Պետրոսին ճանաչում եք։ Ուրեմն Պետրոսը մի հետաքրքիր անձնավորություն է, եթե դուք հիշում եք պատմությունը, Աստված այնքան հետաքրքիր ձեռագիր ունի, որ մենք ուղղակի ապշում ենք։ Գրված է, որ Հիսուսը ծովի եզերքով քայլում էր, հանկարծ տեսավ Պետրոսին եւ Հովհաննեսին եւ այլերին, որ նավի վրա իրանց ուրկանների վրա գործ էին անում, որտեղ ձկնորս էին։ Եվ անցավ իրանց կողքով եւ ասեց. «Արի հետևից»։ Եվ գրված է, նրանք շուտով ուրկանները եւ հայրը թողեցին ու գնացին հետևից։ Գնացին իր հետևից։
Պատմությունը այնքան ժամանակ, ինչքան որ Հիսուսը հրաշքներ, զորություններ, նշաններ էր գործում, հիանալի է Պետրոսի համար, լողում է ինքը, բայց հանկարծ գալիս է ինչ-որ մի շրջան, որ մարդը պետք է իր անձնական փորձառության պատ անցնի, ինչ-որ արգելք անցնի, ինչ-որ մի բարիեր, ինչ-որ մի խնդիր կա, որից պետք է ինքը անցնի, եւ ինչ պիտի անի, եթե Աստված իրան չօգնի, եթե ինքը լուրջ վերաբերմունք չունենա, չի կարող անցնել։ Եթե դուք հիշում եք Պետրոսը քանի անգամ ես մի հետաքրքիր արեցի, մի բան նկատեցի, գիշերով եկան եմ ծիծաղել, չեք պատկերացնի։ Զարմանալի բանը, երբ որ ընկնում են, բոլորը խնդում են իրար, չէ, ծիծաղում են։ Ճիշտ է թե չէ, բայց որ կանգնում են, քչերն են խոսում իրականներում մասին։ Ճիշտ է։ Գիտեք որտեղից է ես հասկացա նաև։ Երբ որ Պետրոսը ուրացավ, 4 ավետարանիչները հաստ գրիչով գրեցին Պետրոսը ուրացավ։ Բոլորը 4 ավետարանիչներ, Մատթեոս, Մարկոս, Լուկաս, Հովհաննես, 4-ն են գրեցին Պետրոսը ուրացավ։ Չէ՞։ Բայց երբ որ Պետրոսը ապաշխարեց, մենակ Հովհաննեսը գրեց դրա մասին։ Սիրո առաքյալը գրեց։ Մենակ մի առաքյալ վերցրեց գրեց, որ Պետրոսը լացեց, դարձի եկավ։ Եվ Տերը խոսեց իր հետ, չէ՞, հիշում եք։ Պետրոս, սիրում ես ինձ այդ ամեն ինչից շատ։ Այո, սիրում եմ։ Առած այս շուգարներս, ուզում ասի պատանցի։ Վեր կաց անցի մի մնադ է։ Պետրոս, ինձ սիրում ես նրանցից շատ։ Այո, Տեր, սիրում եմ։ Դու գիտես, որ սիրում եմ։ Առած այս շույն ոչխարների։ Պետրոս, սիրում ես ինձ։ Այո, արդեն ամոթում։ Էլ ինչ ասի։ Եվ մենակ մի առաքյալ, մենակ մի ավետարանիչ հիշում է, որ Պետրոսը զղջաց դարձի եկավ։ Սիրելիներ, երբ որ դուք պատերը չանցնեք եւ մնաք նույն վիճակի մեջ, բոլորը կասեն, ահա տեսար, այդպես մնաց։ Բայց երբ որ անցնեք, ավելի լավ է չխոսենք։ Բայց չէ, ավելի լավ է խոսենք։ Ինչի, որովհետեւ դու կարողացար դա անես։ Դու կարողացար դա անես։ Դու դա կարող ես անել, ամեն։ Դու դա կարող ես քեզ ասել, ես դա կարող եմ անել Քրիստոսով։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ես կարող եմ դա ասել, ես կհաղթեմ դա։ Ես կհաղթեմ դրանից, որտեղ դա իմ բաժինն է, որտեղ շարունակություն կա դրանից հետո։ Հալելույա։ Մենք նայում ենք, թե մենք ով ենք ու ինչ ենք, բայց Հիսուսը նայում է, թե մենք ով կամ ինչ կարող ենք լինել։ Մենք պոտենցիալ ունենք մեր մեջ, մենք ռումբ ունենք, դինամիկ ունենք մեր մեջ, Սուրբ Հոգու գերբնական զորություն ունենք մեր մեջ, որը կարող է աշխարհ փոխի, մեր ամբողջ ներաշխարհը կարող է փոխի։ Չես կարողանում ներես, կամ ասատեր չեմ կարողանում ներեմ, օգնի որ կարողանամ ներեմ։ Դու գիտես, որ չներելու, գիտեք, ես շատ անգամ ասել եմ, մարդ, որը չի ներում, ամեն անգամ հիշում է եւ հիշաչարություն մեջ պահում է, գիտեք ինչի է նման, ոնց որ թույնը դու ես խմել, սպասպես որ ինքը մեռնի։ Սպասպես որ ամենավատ բանը իրան լինի, բայց դու ես խմել, դու չես ներում, ոչ թե ներելը արդարացնում արան ասում, այո դու սուրբ ես, ճիշտ ես, վարվել երկու հատ էլ ավել դու գլխից։ Ոչ, նա մնում է նույնը, դու ես փոխվում։ Դու ես փոխվում, որտեղ քո կյանքը հանձնում ես նրան, ով որ հավերժական ներում շնորհեց քեզ։ Աստծո խոսքն ասում է, ինչպես Աստված Քրիստոսով մեզ ներեց, այնպես մենք էլ պարտավոր ենք ներելու միմյանց։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, մեկ որ Պետրոս այդ սեղանի շուրջը դե իր պատմություններից մի փոքր ավելի առաջ գնամ, Հիսուսը խոսում է իր մահվան մասին, որ ինքը պիտի մեռնի, գնա վերջապես այս կողմենքով, եւ հանկարծ Պետրոսը նայում է Հիսուսին, ասում է, «Այդ Հովհաննեսի հետ ինչ կլինի»։ Ինչ կլինի իրան։ Գիտեք Հիսուսն ինչ ասում։ Քեզ ինչ։ Մի քիչ դժվար է, չէ՞, հասկանալ, որ Հիսուսը դες բառ կար ասի, բայց ասել է։ Քեզ ինչ, դու անցի, արի իմ հետևից։ Քեզ ինչ ուրիշները ինչ, դու արի իմ հետևից։ Քեզ ինչ ուրիշը սխալվեց, դու արի իմ հետևից։ Քեզ ինչ ուրիշը գայթակղության պատճառ եղավ, դու արի իմ հետևից։ Քեզ ինչ ուրիշը սայթակեց ընկավ, ընկնի թե կանգնի տիրոջնա քոնը չի, սեստենես քոնը չի եղել։ Քեզ ինչ, դու արի իմ հետևից։ Անցիր, վեր կաց եւ անցիր։ Ամեն։ Ուրեմն մեր այս անցնելու մեջ ինչքան կարևոր բան կա, սիրելիներ, երբ որ դու անցնում ես, ասում ես, «Ներ, բայց ծանրությունը ինչ անեմ, այս բեռներս ինչ անեմ, այս ցավերս ինչ անեմ»։ Տերն ասում է, «Այդ ամեն ինչը տուր ինձ»։ Մատթեոս 11:28։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։
Իմ լուծը ձեր վրա առեք, իմ բեռը վերցրեք, որ հեզեր, եւ ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Իմ լուծը քաղցրային բեռը թեթև է։ Գիտեք, սա եմ ասում եւ վերջացնեմ սիրելիներ։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն ու Տեր Աստված, քո լուծը դիր իմ վրա, գիտեք սա ինչ է նշանակում։ Մի փոքր հրեական ավանդությունից եմ ուզում պատմեմ, որ այսպիսի հավատք ունեն իրան։ Գիտեք, որ Հիսուսը հյուսն է եղել, չէ՞։ Փայտագործ է եղել։ Իր հայրն է նույն արեստը ուներ։ Եվ պատմում են, որ ամեն մի արեստանոց իր վրա խորագիր ուներ։ Ես չգիտեմ դա ճիշտ է թե չէ, սա ավանդույթի մասին եմ խոսում։ Եվ ավանդույթը երբեք ճշմարտություն չի, սիրելիներս, հիշեք։ Պարզապես կարող է լինել, որը կարող է նաև հետաքրքիր դարձնել մեր նյութը։ Ամեն մի արվեստանոց ուներ իր խորագիրը։ Եվ այն ասում են, որ այն արեստանոցը, որտեղ Հիսուսն էր աշխատում, այնտեղ գրված էր, վերևը ասում են, այսպիսի գրություն է եղել. լուծեր առանց ցավեցնելու։ Եվ ինչն էր իր իմաստը։ Ասում են, որ ինքը ամբողջ այդ տարածաշրջանում, ուրեմն ինչ էր, երբ որ եզներին բերում էին, չափ ու ձև էին անում, որ ինչպիսի լուծ կարելի, լուծը գիտեք, չէ՞, իր վրա որ սարքում են, որ դրանից պետք է կապի գութանը կամ մյուս բաները, որ հողը փորելիչ։ Եվ ասում են, որ առաջիա չափումը անում էին, եզին տանում էին, արեստավորը սարքում էր այդ ամեն ինչը։ Հետո երկրորդ չափման համար բերում էին, որպեսզի տեղադրեն։ Երբ որ տեղադրում էին, եզի չափերը տալու փոքր էր, լու մեծ էր, լու չաղացել, նիհար էր, եւ այդ լուծը ինչ որ կերպ խաղում էր իր վրա, կամ հարմար չէր նստում եւ ցավեցնում էր։ Ավանդույթը այդպես էր ասում, որ Հիսուսը այնպես էր սարքում, որ այդ լուծը երբեք չէր ցավեցնում։ Քաշողի համար երբեք դիսկոմֆորտ չէր ստեղծում։ Սիրելի քույրս, եղբայրս, ինչպես կարող ենք հասկանալ, Տեր Աստված, դու յանի լուծը քիչ է, սա չէ՞ լինի, որ լուծը լրի վերցնել, ոչ մի բան չունենայինք տանելու։ Չէ, մի բան դու պետք է տանես այս երկրի վրա։ Մի բան կա, որ դու պետք է քրես այս երկրի վրա։ Կամ պետք է քո բեռը ու լուծը տանես, կամ Քրիստոսին պետք է տանես։ Կամ պետք է քոնը կամ իրանը։ Երբ որ քոնն ես տանում, քոնի մեջ կա ծանրություն, դառնություն, տագնապ, ճնշումներ, ցավացնում է, որ կոմ թեքվում ես մտքիդ մեջ է, երբ որ Քրիստոսին ես գնում, տալիս ես իրան ասպես Տեր, իմ բոլոր բեռները, իմ բոլոր լուծը տալիս եմ քեզ։ Ես կանցնեմ դրանից։ Ես չեմ մնա տեղ, որտեղ մնամ այդտեղ ինձ վնասելու է։ Մնամ այդտեղ ինձ համար չարիք է լինելու, բայց երբ որ անցնեմ, դու ինձ կօրհնես։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, մի տեղ է հասնում մեր քրիստոնեական կյանքի մեջ, որ ես ու դու պետք է շատ ավելի լուրջ մտածենք։ Մի նայիր թե ինչ է եղել։ Գիտեք, այսօր միգուցե ամուսինները իրար չեն կարողանում սիրել, չեն կարողանում ներել, չեն կարողանում իրար հետ քաղցրությամբ վարվել։ Զավակները ծնողների հարաբերության հետ, միգուցե գործավորի, գործատուի մեջ խնդիրներ են լինում, սիրելիներ, անկախ ամեն ինչից վեր կացեք եւ անցեք։ Այդ պատիվը, այդ էգոտ կերակրելը թող։ Աստված ինչ է ուզում ինձանից ու քեզանից, սիրելիներ։ Աստծո ուզածը սա է՝ մի կերակրի քո եսը, մի կերակրի քո անձնական էգոն, որովհետև դա պաշտամունքի է վերածվում շատ արագ, որովհետև դու միակն ես լինում, ում որ դու սիրում ես, միակն ես լինում, ում որ հարգում ես, միակն ես լինում, ում որ դու պաշտամունք ես մատուցում։ Ես եմ եւ ինձանից բացի մեկը չկա։ Ոչ, էլի ոչ, միայն մեկը կա, որ նրանից բացի ուրիշ մեկը չկա։ Նա է միակ Աստվածը, որ արժանի է երկրպագություն ունենալու։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, եկեք անձի պաշտամունքից խոնարհվելով Տիրոջ ասենք Տեր, ես անցնում եմ։ Ես անցնում եմ, չեմ կանգնում ստեղ, անհաջողության առաջ ես կանգնել, մի մնա տեղ, խնդիրների առաջ ես կանգնել, մի մնա տեղ, վեր կաց եւ անցիր, քաղաքիդ վրա ռումբ են գցել, բոմբեր են գցել քաղաքիդ վրա, մի նստիր ու լացիր մենակ, վեր կաց եւ առաջացիր, վեր կաց գնա առաջ, որտեղ միայն Աստված կարող է փլատակները վերականգնել, մենակ նա կարող է քանդված բաները վերաշինել։ Դրա համար եկեք մեր ամբողջ կյանքի այդ բոլոր անհաջողության այդ իրավիճակները տանք իր ձեռքերի մեջ ասենք Տեր, վերակառուցիր իմ քաղաքը, վերափոխիր ինձ, թող որ մոխիրից վեր կենամ, նորից բարձրանամ եւ նորից շինվեմ որպես զորավոր մի քաղաք։ Ամեն։ Ուրացել ես Հիսուսին, միգուցե գիտեք, երբ որ մեկին ուրացել ես, դժվար է ասես, որ սիրում եմ։ Պետրոսի համար էլ դժվար էր։ Ուրացել էր, դժվարանում էր ասես սիրում եմ։ Զորով եմ որ ասում եմ կներեք բառը պլասկակոպություն, որ հայրը Հայաստանում ասում են կուզերեն բառը, ակցանով, բերանից քաշեց, հա սիրում եմ։ Երբ որ մեկին դավաճանել ես, դժվար է ասել, որ սիրում ես, դժվար է փաթաթվել։
Բայց պիտի անես։ Պիտի անես։ Որտեղ դա է Քրիստոսի խաղցեր լուծկու բեռը։ Ամեն։ Խոնարհենք մեր գլուխները Տիրոջ ներկայության մեջ։ Մի պահ մտածիր ուր ես կանգնել։ Ես ուզում եմ մի համար ձեզ նվիրել, սիրելիներս, որ գրված է Երկրորդ Թագավորաց 22:29-30 համարներում, որովհետև դու ես իմ ճրագը, ով Տեր։ Կարող ես քեզ համար ասես, քո սրտի մեջ ես խոսքերն ասես, Տեր, դու ես իմ ճրագը, եւ Տերը լուսավորելու է իմ խավարը, որովհետև քեզանով կվազեմ գունդի վրա, իմ Աստծով պարիսպից կանցնեմ, իմ Աստծո հետ պարիսպից կանցնեմ, իմ Աստվածը ինձ ուժ եւ զորություն կտա, որ ես անցնեմ պարիսպից, անկախ նրանից ինչքան բարձր է դա, անկախ նրանից ինչքան անանցանելի է, իմ Աստվածը երկ ունի ինձ համար, ամեն ժամանակ նա կարող Աստված է, հալելույա։ Տեր, ես աղոթում եմ, որ հիմա իմ սիրելի եղբայրների եւ քույրերի մեջ այս խոսքը արթնացնի այն բոլոր բաները, որոնց առջև սիրելիներս կանգնած են, եւ այն մտաբերումը թող լինի Տեր Աստված հիմա, որ յուրաքանչյուրը կարողանա տեսնի այն, ինչի առջև կանգնած է։ Փաստեր, խնդիրներ, խնդիրներ, անհաջողություններ, լացեր, կորուստներ, սուգեր կանգնած են ով Տեր քո զավակները, Տեր, սրանք են դժբախտությունները, որոնք մեր կյանքի մեջ եղել են ու կան եւ կարող են անգամ լինել։ Բայց աղոթում եմ, որ Սուրբ Հոգի զորություն տաս անցնելու պարիսպի վրայով։ Լուսավորիր մեզ, ով Տեր։ Մեր մեջ վառիր, Տեր, քո գիտության, ճշմարտության լույսը, որպեսզի մենք քո լույսով կարողանանք ճշմարիտ լույսը տեսնենք։ Որ քեզանով կարողանանք վազենք այն գունդերի վրա, այն թշնամու զորքերի վրայով, որ մեր առջև այսօր դեմ են հուսեկել։ Եվ քեզանով կարող ենք պարիսպը անցնել, Տեր։ Սուրբ Հոգի, ես աղոթում եմ, որ մեր մեջ համաձայնություն դնես քո խոսքին եւ այդ ներքին համարձակությունը թող որ Տեր մեզ բերի այն կոնկրետ գիտակցության, որ դու մեզ համար բարիք ես պատրաստել եւ ոչ թե չարիք։ Կյանքը շարունակվում է։ Եթե մնանք այդ դժվարության մեջ, Տեր, որևէ շահ չենք ունենա։ Որքան Տեր քո ծառաներին նեղեցին ու բանտերը դրեցին, որքան մարդիկ թալվեցին, բայց նրանցից հետո արթնություններ եղավ։ Անգամ Տեր, այս օրերի մեջ, որ նահատակներ են լինում, ամեն ժամանակ մենք գիտենք, որ սերմեր կան, որ ընկնում են, մեռնում են եւ դրանք պիտի պտուղ տան։ Յուրաքանչյուր արթնությունից առաջ կա ինչ-որ սերմ, որ ընկնում, մեռնում է։ Եվ մենք շնորհակալ ենք, որ դու այս process-ը շատ անգամ մեր մեջ միտք ես դարձնում Տեր, հավատալու մի միտք, որ դա վերջը չի։ Դրանից հետո կարող ենք ապրել։ Դրանից հետո կարող ենք շարունակել, գոյատևել, փառավորել քեզ, ապրել արժանապատիվ ձևով։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Օժտիր քո ժողովրդին։ Անցկացնում ես պարիսպներից, ով Տեր։ Թող այս խոսքը, այս հրամանը, ինչպես որ դու իմ սրտի մեջ մխրճել ես, վեր կաց եւ անցիր։ Ես աղոթում եմ, որ նաեւ իմ սիրելի քույրերն ու եղբայրների իմ ընտանիքը կարողանա վեր կենա եւ անցնի, ոչ թե մնա եւ կորուստ կլինի։ Շնորհակալ եմ քեզ։ Սուրբ Հոգի համոզիր մեզ հավատալու այս ճշմարտությանը։ Եվ Տեր, ես խնդրում եմ քեզ, այս խոսքերը, որոնք որ խոսեցի, եթե սրանք քո խոսքից են եւ ճշմարիտ են, որեն, խնդրում եմ մեր մեջ զորություն թող շարժվի հիմա։ Մեր մեջ թող հիմա հրաշալի հոգիդ նոր գործ սկսի, Տեր, փլատակները վերականգնելու, մաքրելու այն ինչ որ անհաստատ է, թող դրանք թլվեն եւ մեր մեջ հաստատուն միտք եւ կամք զարգանա։ Թող դրանք օգնեն մեզ բարձրանալու որպես հոգևոր տուն, որպես մի շինություն, որի մեջ քո անունը կփառավորվի, Տեր։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս։ Կարող ես սիրելի եղբայրս, քույրս, քո սրտի մեջ այդ որոշում անես, ես անցնեմ, Տեր, ես անցնելու եմ, ես վեր եմ կենում։ Եթե դու համաձայն ես, եթե դու գտել ես ինչի մասին է խոսքը, այդ վեր կենալը կարող ես հիմա մարգարեաբար ակտ անել եւ վեր կենալ քո տեղից։ Վեր կենալ եւ ասել, Տեր, ես վեր եմ կենում եւ պիտի անցնեմ։ Ես վեր եմ կենում, որ անցնեմ եւ Սուրբ Հոգի խնդրում եմ զորություն տուր, որ անցնեմ, Տեր։
Կարող ես վեր գնալ, եթե դու զգում ես, որ ինչ-որ բան քո մեջ բարձրանում է։ Եթե զգում ես, որ այդ խոսքը քեզ վերաբերում է, եթե այդ խոսքը քեզ կենտրոնացնում է, վեր կաց։ Մի մնա դրա մեջ։ Մի մնա դրա մեջ։ 38 տարվա անդամանուց ամեն անգամ մնացել էր վիրավորանքի մեջ։ Ոչ մեկի չունեմ, որ ինձ հրի։ Ոչ մեկ չկա, ով էլ ուզում է ինձ հրի, տեսնում եմ ինձանից շուտ մեկի իրանքցում արդեն։ Չեմ հասցնում ինձ գցեմ այդ ավազանի մեջ, որ բժշկում եմ։ Սիրելիս ոչ մի պատճառաբանություն չի աշխատում։ Կա մեկ հաստատուն ճշմարտություն, վեր կաց եւ անցիր։ Հերիքա նստես ունայես, վեր կաց եւ անցիր։ Սիրելի Տեր, շնորհակալ եմ քեզ։ Այս հավատքի մարդկանց համար շնորհակալ եմ, որոնք որ պատրաստ են անցնել քեզանով։ Եվ ես աղոթում եմ, որ նրանց հավատքը պատասխան ունենա, ինչպես քո խոսքն ասում, որ դու հավատքին պատասխան ես տալիս Տեր։ Աղոթում եմ Տեր, որ այն բոլոր անհաջողությունների առջև կանգնած մարդիկ, դժվարությունների, փաստաթղթերի, անհնարինների, ֆինանսական ճգնաժամերի, հոգևոր տկարությունների, պատերի առաջ կանգնած մարդիկ Տեր, թող այսօր համարձակություն ունենան ասելու ես կանցնեմ նրանից։ Իմ Աստվածը իմ առջևից կգնա, եւ ես նրա ետևից կգնամ, եւ ես կանցնեմ Պարիսպից։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Թող այս հավատքը մեր մեջ ամրապնդվի։ Շնորհակալ եմ Հիսուս։ Թող որ քո գործը զորավոր լինի։ Շնորհակալություն քեզ Տեր։ Հալելույա։ Հալելույա։ Հավատում ես, որ այդ ամեն ինչի ինչ որ դու իմ ասեցիր, Աստված պատրաստ է քո ձեռքը ամուր բռնելու։ Հավատում ես այս ճշմարտությանը։ Եթե հավատում ես, կարող ես քո ծափահարություններով ասել, շնորհակալ եմ։ Սա իմ ծափերն է։ Հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, օրհնյալ լինի մեր Աստվածը։ Հալելույա։ Մի պարզ երգ կա, կարող ենք միասին երգել։ Հզորը մեծամեծ գործեր է անում։ Ամեն, ամեն։ Let's
վերջը դեռ քոն է հանգիստը քո հոգու մեջ է